Բարի երեկո Աստծո ժողովուրդ։ Տերորդնի երգչախմբին շատ անուշ են երգում։ Ես ուրեմն իմ մեջ երկու թեմա էր եփում, ով գիտի, որ այսօր Պենտեկոստ է Ռուսաստանում։ Այսօր Ռուսաստան Պենտեկոստը իմ մեջ եփում էր Սուրբ Հոգու թեման, որ խոսեի ուրեմն Սուրբ Հոգով լցվելու, մկրտության, լեզուներով խոսելու, պարգևների մասին։ Եվ մեկ ուրիշ թեմա էլ կար մեջս, ես իմ համար որոշեցի չէի իմանում որը խոսամ։ Ճիշտ ասած, պատահական ինձ մի հատ վիդեո գցեցին, որ կոնֆերանսիայում շեպցիում եղել է, ու այն հայտնությունները, որ ես իմ համար առել եմ, իմ զննելու մեջ, որ քննել եմ սուբյեկտը, այնպես բաներ եմ գտել, այնտեղ սաղ ասեցի եղբայրներից մեկը։ Ասի լավ, հլնեմ այդ համասում կասեմ դե լսել աստեղ ասում է։ Ասկան մի հատ զանգեմ արիմին ընտենամ ինչ եկել է, եթե Պենտեկոստեն եմ պատրաստվում, ուրեմն դրա մասի խոսամ, բայց բարձր որ չէ, եւ երևի թե ավելի հետաքրքիր։ Դա համար մի ուրիշ թեմա եմ խոսելու։ Վերնագիրը հետևյալն է՝ մի կյանքի պատմություն կամ մի ուշացիր։ Այն որ խոսալու ենք բոլորից շատ քաջ հայտնի է։ Իդեպ ասեմ վերջերս մի հատ եղբոր հանդիպեցի ֆիթնես կլուբից ելնում էր, ես ջուր էի լցնում, մեր ռուս ախպորի գիտեք Դենիսին, սպարապաս լավ։ Ասի նա քոհավես իրելի որ սաղ օրը ստեղ ես, գործից հետո ստեղ, ասում եմ այստեղ հանգստանում եմ, վայելում եմ ես ստեղ։ Ու ամեն օր գնում եմ, պատկերացնում եք։ Ես հասկացա մի բան, երբ որ մարդ մի բանի մեջ վարժվում է, այդ համար դառնում է պրիվիչկա, սովորում է, առանց դրա չի կարող, բայց դա քեվանդություն է դառնում։ Դե քանի որ մենք բոլորը սիրում ենք Աստվածաշունչ կարդալ, հուսով եմ չեմ ձանձրացնի, մի քիչ երկար ենք կարդալու այսօր։ Ես ստեղ, դուք էկրանի վրա, չէ՞ որ սիրում ենք, չէ՞ Աստվածաշունչ կարդալը։ Դե մեր համար վարժեցված ենք, սովորած ենք, դա մեր համար չի հոգնեցնի մեզ։ Իսկ եթե մեր կոքել չեն սիրում, վարժեցված չեն, ոչ, թող սկսեն այսօրվանից վարժվելը։ Ինչպես ասեցի, վերնագիրը մի կյանքի պատմություն կամ մի ուշացիր։ Ես իմ հիմնական միտքը ասելու եմ վերջում, բայց մինչև պետք է մի հատ sense հարթակ պատրաստել, որ կարողանամ իմ միտքը տալ ձեզ։ Sense որ ըմբռնելի լինի, որովհետև ես գիտեմ, խնդրի ձեզանում չի, ես եմ դժվար խոսում, որովհետև միտքս կարողանամ ես տամ, ես կարողանամ տամ ձեզ, պետք է մի հատ փոքր ճանապարհ անցնենք պատմության մեջով։ Ուրեմն Ղովտի մասին ենք խոսելու, բայց հուսով եմ ստեղ բաներ կգտնես, որ միգուցե մինչև չես տեսել եւ հաստատ քո կյանքում պետք կլինի։ Եղավ մի ժամանակ, երբ որ Ղովտի հովիները եւ Աբրահամի հովիների մեջ կռիվ կար։ Ծննդոց 13-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Եվ Աբրահամն ասեց Ղովտին. «Թող իմ ու քո մեջ եւ իմ հովիների ու քո հովիների մեջ կռիվ չլինի, ըստ որում մենք եղբայրք ենք։ Բոլոր երկիրը առաջիդ չէ, բաժանվիր ինձանից։ Եթե դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կգնամ, եւ եթե դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ»։ Եվ Ղովտը իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ Հորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորը ջրած էր։ Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչև Սեգովը Եհովայի դրախտի պես Եգիպտոսի երկրի պես էր։ Ի սկզբանե Աստված Ղովտին չէր կանչել, Աստված կանչել էր Աբրահամին։ Եվ Ղովտը Աբրահամի հետ դուրս է գալիս։ Որտեղ Աբրահամն է գնում, Ղովտը այնտեղ։ Եվ Ղովտը ապրում եւ գործում էր Աբրահամի ծածկոցի տակ, ժողովուրդ ջան։ Եվ Աստված օրհնեց նաեւ Ղովտին, որտեղ նայելով Աբրահամին, օրհնելով Աբրահամին, նաեւ այդ օրհնությունը վերցնում էր Ղովտը։ Եվ եղավ մի ժամանակ, որ Աբրահամի ոչխարների եւ հոտերի եւ Ղովտի հոտերի շատության պատճառով խոտը ջուրը չէր հերիքում մի տեսակ։ Եվ կռիվ եղավ իրանց հովների մեջ։ Եվ Աբրահամի առաջարկած տարբերակը, եթե դու աջ գնաս ես ձախ, դու ձախ գնաս ես աջ, կարծես թե Ղովտի սրտովել էր։ Ես չգիտեմ ինչև է ում հովիվը ինչ էր ասել, ասեք Ղովտի հովները Ղովտին, Աբրահամի հովները Աբրահամին, ինչ էր ասել, ոնց էին կռվել, նրանք ոնց էին բանանում, բայց եկավ հասունացավ այն պահը, որ Աբրահամը այդ առաջարկությունը արեց։ Ուղղակի իզարմանս ինձ Ղովտը չընդդիմացավ Աբրահամի ասածին։ Չասավ, որտեղ ինքը օրհնվել էր, Աբրահամը գնում էր, հետը գնում էր, այդ տեսել էր այդ օրհնությունը, ինքը Աբրահամից շատ բաներ սովորել,
սկսած աստվածապաշտությունից եւ ամեն ինչ սովորել էր, Աբրահամ իր համար օրինակ էր։ Եվ երբ որ Աբրահամ առաջարկեց, իդեպ ասեմ Ղովտը միանգամից կարծես թե բան չարավ, չընդդիմացավ, ասել գոնե ձևի համար էլի, ասել Աբրահամ, չէ էլի, բեր գիտես ինչ կլ, ես իմ հովների հետ խոսամ։ Ինչ կնի, դու էլ քո հովների հետ խոսա։ Մի այլընտրանք տարբերակ ճարենք, էլի բաժանվելը կա ու կա։ Չէ, պետք է անպայման, հենց Աբրահամը ասեց, եթե դու ձագնաս ես աճ, գիտեք ինչ արավ Ղովտը, մի անգամից, հաջորդ քայլում համարում նայում ենք, աչքերը վեր բարձրացեց եւ սկսեց ընտրել լավագույնը աչի եւ Աբրահամի ասած ձախի մեջ։ Իմ հետ եք ժողովուրդ։ Նորից եմ ասում, երբ որ Աբրահամը ասեց, եթե ձախ գնաս ես աճ, եթե դու աճ գնաս ես ձախ, նա չասեց այլընտրանք տարբերակ արի գտեք։ Միանգամից համաձայնվավ, կարծես իր սրտից խոսար։ Աչքերը բարձրացեց, ասել, աճ թե ձախ, աճ, ձախ, աճ, ձախ։ Միանգամից սկսեց ընտրել աճի եւ ձախի լավագույն տարբերակը։ Գիտես, մի հատ անեկդոտ կա, ասում եմ, մի ապսեի մեջ երկու հատ խնձոր ա լինում, մեկը նես լավ հավեսով մեծ է, մեկը մի քիչ զիջում է, էլի փոքր, մի քիչ sense նվախ։ Երկու հոգի են, եղբայր են, ընկեր են, քույրիկ են, չգիտեմ։ Այն մեկը ձեռը գցում է միանգամից այն մեծ թքեն վերցնում, հա։ Այս մեկը էլ ասում է, բայց տենց կուլտուրական չէ, էլի, դի շնորհքով չի տենց բանը։ Փոքրիկ վերցին, մեծ կթողի դիմացին։ Բանա սովորացնում, էլի, կյանքա սովորացնում։ Սա ասում է, լավ, դե որ սովորացում ես, դու որ ներ որը կանեիր, ասում է, դե բնականաբար փոքր է կվերցնեի, մեծ կթողայի քեզ։ Ես ասում եմ, բանը չէ լավ։ Միանգամից այնա մեծ վերցեց, էլի։ Այսինքն Ղովտը իր աշկերով ընտրեց այն կանաչապատ, Աստծոն ասում է դրախտանման վայրը։ Կանաչապատ դրախտ, լավ Ղովտ, բա այն վատում համար ես թողում։ Եթե երկուսի մեջ տարբերակները շատ չէ, լավ ընտրեցիր, բա վատը ում համար ես։ Աբրահամի, որ եղել է քողնության պատճառ, որ այդ ամեն հարստությունը Աբրահամի խաթրն էր, որ Աստված տեսավ եւ տեսավ իր այդ հավատարիմ իր կողքին ես քեզ էլ տվեց։ Աստվածն ասում է, եթե խնդիր ունեք իրար հետ, ինչի դու չես վնասը կրում, ինչի եղբայրդ կրի վնաս կոնտացիների մեջ։ Մենք սիրում ենք, եթե մի հատ հարց կա, անլուծելի, ես շահողը դուզ գամ եղբայրս թող տոժողը։ Պողոս Սարգսյանն ասում է, ինչի վնասը դու չես վերցնում։ Ինչի լավը քեզ ես վերցնում, վատը թողում եղբորդ։ Հələ բերանով ասա եղբայր։ Քրիստոսի արյունով քո եղբայրն է։ Մեկ, որի համար քո Տերը, որ ինքան սիրում ես, իր կյանքն ա տվել, դու ես ուզում որ վնասի ինքը կրի եւ ոչ թե դու։ Սա սիրուց չի բխում։ Անգամներ եղել է եւ արդեն անցյալով եմ խոսում, զգում եք, երբ турբազա են գնում, Շան վաղտայել արդեն չկա, ես քան անգամ ասել եմ, վախում եմ սա վերջին ելնի, ես տարիքա վերջին ելնի, հիշում եք, թե չեք հիշում տես բան, դժվար է համախմբել դրա շուրջ, երբ турբազա են գնում, մոտենում են ինձ, քուրերից, եղբայրներից, եւ խնդրում են, ասում են, ավակ աղբեր, ինչ կլի մեզ լավ տեղը դու էլի, Աստված ջան, ասում եմ լավ, եթե ասենք, թե լավ տեղը տվեցի քեզ, մեն վատում համար տամ, որ մեկին, բայց հետաքրքիրն այ է, որ ես ու հետաքրքրվելն եմ ադմինիստրացիայով նայել եմ տեղերը, այնտեղ լավ ու վատ չի եղել ժողովուրդ երբեք։ Եղել է երկու տիպի, կատեջնի, մեկ էլ այդ նոմերները։ Մեկը մյուսից մի բանով լավ էր, մի բանով վատ, այն նրանց էր մի բանով լավ, մյուս բանով զիջում էր։ Դա համար նայում է թե ով է երեխու հետ, այդ փիլակյան բարձրանալ իշնելը, մի խոսքով չկար որ էս իսանից լավ էր ամեն կրիտերիայով։ Չէ, մի բանով լավ էր, մի քանիսով վատ էր, նույնն էլ էնի։ Դա բայց այդ մարդիկ որ ասում են ինչ կնես լավ տեղը դու, ասում բա ինչ ես մտածում, բանա ում տամ, որ մեկին տամ։ Իդեպ քանի անգամ որ փորձել եմ լավը տամ, ասեք հյուրերին, հովիվներին, միշտ ամենավատն է դուրս եկել, չգիտեմ խի։ Ես շատ չեմ ածոր կառավատը ջարդած առնելու անկողինը։ Ինչ իմանամ ամենալավ սենաքսիոն ռեմոնտած կառավատը ջարդած։ Մեկի համար շատ պատվավոր հյուրերի իր համար է պիտի կոնֆերենցիա հասկացներ ամենագնաց ադմինիստրացիան հարցասի ինձ ամենալավ համարի թիվը ասա որ մեկն է որ ձեր մոտ VIP-ն է դե մարդը շատ ամեն բան կազմակերպել ասեսի բրոնես իրանն է դու մի ասա այնտեղ կրիս ասածքել հոտա գալու չէ կամ էլ կրսին ճարենք մի խոսքված սես միջադեպերել է եղել հա դարձին է խոսք չի ասում եմ մարդու սիրտը միշտ փնտրում է իր համար լավը ժողովուրդ ջան սենց է էս ենք մարդը էսա Միշտ փնտրում է իր համար լավը։ Երկու հոգի են,
Թու ալավ ինձ լինի մեկ իրան ոչինչ։ Երեք կապ չունի։ Մարդու սիրտը փնտրում է իր համար լավը։ Շատ հասարակ մի հատ օրինակ վերցի, որի համար 1000 ներողություն եմ խնդրում։ Ընտանիք ենք, էլի, ասես խոսում ենք։ Մեքենայի պարկովքի համար։ Ամար ձգտում է իր տեղ լավն որ հեշտենի դուրս գալը, չէ՞։ Բայց թեկուս նստատեղերը, ուզում ես հարմարի։ Օրինակ ինձ առաջ երադում սկի հարմար չի, պարզ ասեմ։ Երկրորդ երադում գիտես խի համար, գոնե դեմին գարիկին մաս ես կարող եմ հենվել, մեջքս ցավում է։ Բառաչ որ նստած ես ինչ անես։ Բայց դե ելնելով ծառայությունից, ասենք, հիմի ենթադրենք ալի կախպես վերջում նստած է, եթե ինք էսօր քարոզեր, вообще հարմար չէ իրան դեստե գալը։ Պիտի մի քանի օր իրան թողեն, ինք հանցնի, ժողովուրդ դա մար երբ իր հետ է քարոզել, գալիս առաջ, չէ՞ ալի կախպես ջան։ Միշտ գալիս առաջից, հիմի պատկացրեք հույր գա մի հատ, տանենք այն վերջի ուգնում նստեցնենք։ Ու ներկայացնում ենք ու սպասում ենք պիտի գա։ Հերթով արեք ախպերը, սենում պիտի հերթով ճամփա տան, այդ չէ։ Ժողովուրդ ջան, մենք ընտրում ենք ամենաճիշտ տարբերակը։ Ես չեմ ասում, լավ ընտրելը մի բան է, բայց հարմարության համեմատ ընտրելը մի ուրիշ բան է։ Կան բաներ, որ պետք է ընտրես հարմար լինելու համար, ոչ թե լավը։ Օրինակ, եթե երկու զույգ կոշիկ կա, մեկը այն որ մեծ համար է, ասենք, ունա ես 43 եմ հագնում, 44 եմ հագնում, 44 համար մի հատ լավ ընտիր կոշիկ է, արտասահմանի ասեն, չգիտեմ, կակորդիլոսի կաշուց։ Այն մեկը մի քիչ զիջում է իրան, ու տեղական է, հայկական է, լավ, չգիտեմ, կամ Նավակում Շեշկի արտադրանք, հա, բայց ներ 42 համարն է։ Ախպեր, հիմա 42-ին ոտս չի մտնում, էլի ինձ ինձ կոմֆորտ է։ Հիմա ես որ ընտրելու մեջ հարմարն եմ ընտրում, դա չի նշանակում, որ ես այն լավի համար ընտրեցի։ Բայց մեկն է գիտես ինչ կարամ անեմ, ասենք հիմա ես այն փոքրն եմ հագնում 46 համարի կոշինա լավը։ Կարամ վերցնեմ, ընտրեմ աշկով լավը, բայց ինձ հարմար չի այդ մեծ գիտես։ Քսքստացնելով մանգամ հագնեմ, որ տենամ, որ ես ես լավ կոշիկից ունեմ։ Այս դրա մասին եմ խոսում, որ մարդու սիրտը ընտրում է լավը, բայց ճիշտ է, որ այսօր ընտրենք հարմարը։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Լավ, մի քիչ առաջ անցնեմ։ Ուզում եմ ասել, երբ որ ձեռքդ գցում ես լավին, հապա վատը ում ես թողնում։ Սա այն պահի շուրջ, երբ որ Ղովտը ընտրեց դրախտը հիշեցնող դրախտանման վայրը, հա։ Իմացած եղիր քուրս ախպերս, երբ որ այդ լավ ասվածը, այդ գեղեցիկ ասվածը, այդ համովը, այդ սիրունը, այդ ամենա ասվածը, երբ որ ընտրում ենք, դա մեր աչքերի տված գնահատականն է ընդամենը եւ վերջ։ Եվ որում կարող է մարդ սխալվել, այնպես սխալվել ներողություն արտահայտությանից, որ մալնի պակաժիցը, որտեվ դա աչքի գնահատականն էր։ Թվում է դա ամենալավ տարբերակն է, բայց դա կարող լինի ամենավատը, ինչպես եւ Ղովտի դեպքում էր։ Ծննդոց 13:12 Ղովտի ընտրության արդյունքում Աբրահամը Քանանի երկրում բնակվեց, հակառակ կողմին։ Ղովտն էլ դաշտի քաղաքներում բնակվեց եւ իր վրանը Սոդոմի մոտ բացավ։ Որտեվ քոչվրական կյանք էին ապրում, անասուններ, հոտեր, որտեղ բացավ իր վրանը, որտեղ ասեք։ Սոդոմի մոտ բացեց իր վրանը։ Խնդրում սա ֆիքսեք։ Գնացինք առաջ։ Եվ Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղավոր էին Եհովայի առաջին։ Ղովտի նման մարդը չէր կարող չնկատել, որ Սոդոմի մարդիկ շատ չար են եւ մեղավոր։ Ղովտի նման մարդը Աբրահամի մոտ աճած, մեծացած չէր կարող չնկատել, որ այս մարդիկ պղծության կյանքով են ապրում, որ ստեղ Աստված չկա։ Ի շարունակության մեջ 14-րդ գլխում կարդում ենք, որ թագավորներ են բարձրանում 4-ը 5-ի դեմ եւ մեծ պատերազմ է լինում եւ այդ պատերազմի մեջ պարտության են մատնում Սոդոմի եւ Գոմորի թագավորին նաեւ 14-ի 15-ից Եվ նրանք առին Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացվածքը եւ նրանց բոլոր պաշարը եւ գնացին, թալանեցին։ Եվ Աբրամի եղբոր որդին Ղովտը եւ սրա բոլոր ստացվածքն էլ առին եւ գնացին, որովհետեւ նա Սոդոմումն էր բնակվում։ Այսինքն պատերազմի ժամանակ թալանում են ամբողջ Սոդոմ ինչ կար, էլ հերոստացուց, խալաձելնիկի ինչ կար, մեքենան սաղ, մեր ժամանակով եմ ասում, սաղ թալանում են, տանում են հերիք չի,
ասում է պաշարնել տարան, որ ուտելու բաներ չմնա։ Սերմելու բաներ չմնա, պաշարնել տարան եւ ժողովրդին էլ տարան գերի։ Բայց եթե այստեղ ուշադրել ես, տեսեք ինչ ասում, ինչի հենց Ղովտին էլ, որովհետեւ նա Սոդոմումն էր ինչ։ Սոդոմում ինչ էր։ Ժողովուրդ ջան, դուխով։ Ես համարը չի սխալ համարա։ 12-ը 13-12-ն անդեղ։ Դուք իմ հետ ասել եք, ստեղ ասում է բնակվում, իսկ դեռ ասում է Սոդոմի մոտ։ Ուզում եմ ասեմ, որ Աբրահամ քանի կար վրանը Սոդոմի մոտ էր։ Այդ ինչը քեզ ստիպեց, որ դռներից ներս մտար բնակություն հաստատելու, ճանաչելով այդ մարդկանց եւ բնակություն հաստատեցի Սոդոմի մեջ։ Եվ դա եղավ պատճառը, որ երբ որ հարձակվեցին պատերազմի, նաև Ղովտին իր ընտանիքին գերի տարան եւ արգրավեցին ամեն ինչ որ ուներ, որովհետեւ նա այլևս Սոդոմից դուրս չէր, այլ Սոդոմի մեջն էր եւ պատերազմը Սոդոմի հետ էր։ Ով է միտքս հասկանում։ Քեզ ինչ ստիպեց, դու ճանաչում ես այդ մարդկանց։ Ղով դու տեսնում ես այդ մարդկանց ապրելակերպը, նրանց մշլենները, նրանց կուլտուրան, քեզ ինչ ստիպեց։ Լավ են առաջի սխալը Աբրահամից թողեցիր, ուրախությամբ ընդունեցիր բաժանումը, լավ երկրորդ սխալը քո աչքերով ընտրեցիր, լավ ինչը ստիպեց դարպասներից ներս մտել եւ բնակություն հաստատել այնտեղ։ Բայց մի բան հասցրեց Ղովտանի, երբ որ տարան գերության, շարունակության մեջ ասում է, մի ազատված մարդի ուղարկեց Ղովտ եկավ, հասավ Աբրահամի մոտ եւ ասեց, որ քո եղբոր որտի Ղովտին, ընտանիք եւ այլն տարեր են, այսինչ էսի թագավորները։ Որովհետև ինքն էր ընտրել աչի եւ ձախի մեջ։ Եթե ինքն ընտրել էր աչը, այդ ազատված մարդուն պատերազմից ուղարկում էր հակառակով, որտեղ Աբրահամը այնտեղ պետք է լիներ։ Եվ շատ հեշտ փթավ Աբրահամին։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ղովտն էր ասել, Աբրահամը ասել, եթե աչ գնաս, ես ձախ կգնամ։ Եթե ձախ գնաս, ես աչ կգնամ։ Հին որ Ղովտին գերի են տանում, այդ մարդուն բռնես, նա Աբրահամը չգիտե որ դա, բայց գիտե որ հակառակ, ինք որ կոնվերսիա դրա հակառակ կողմն Աբրահամը լինելու։ Տենց էր պայմանը եւ ուղարկում է եւ նա շատ հեշտ գտնում է Աբրահամին։ Ինչ անում Աբրահամը։ Աբրահամը չէր նեղացել, իր մեջ չէր պահել Ղովտի հովիվների կռիվը վիդիցելի։ Նա վերցում է իր 318 վարժված ծառաներին եւ հարձակվում է պատերազմ անում եւ այդ թագավորներին ջարդփշուր անում եւ բոլոր ժողովրդին եւ ավարը հետ բերում։ Այնուհետեւ ես չեմ կարդում պրոստը ժամանակի համար կարա կարդակ 14-րդ գլուխն է։ Այնուհետեւ Սոդոմի թագավոր Աբրահամին ասում է. «Մենակ մարդիկը ինձ տու, ավարը քեզ լինի, որ այդքան բան արեցիր»։ Աբրահամն ասում է. «Ոչ, ես իմ ձեռքերը երկինք եմ բարձրացնում եւ ով այն նայ այն զորտողը, միասեղ էլ չեմ վերցել քեզանից, որ չասեք դուք Աբրահամին հարստացրեցիք»։ Սա ինչ է նշանակում, որ այդ ժողովուրդը, այդ բոլոր ավարը այդ միասին հետ տալիս է թագավորներին։ Եվ մարդիկ գնում են եւ ապրում են իրենց տները շենացնում։ Հետաքրքիր նա է, որ Ղովտը կրկին անգամ վերադառնում է այն քաղաքը Սոդոմ կոչված, որտեղից գերի էր տարվել եւ իր ողջունեցվածքը տարել էին։ Ղովտը զղջալու փոշմանելու եւ ժամանակ ուներ եւ առիթը, բայց ոչ նա նորից գնաց այդ քաղաք, նորից գնաց Սոդոմը։ Եվ որ այս պատմության մեջ ուշադիր կարդում ենք, նա նորից գնում է այնտեղ։ Ուզում եմ մի փոքրիկ թռիչք կատարել, ասես չպատմության մեջ գնում ենք, մի կյանքի պատմությունն է վերնագիրը։ 18-րդ գլխից տեսնում ենք, որ 3 մարդ գալիս են եւ Աբրահամը դիմավորում է իրանց եւ ստիպում է, որ մտեն իր տունը, հաց ուտեն, հանգստանան, միանգամից կարգադրում է գաթաներ թխել, մսածու եզ ամենալավ ընտրում է, մարդիկ են էլի, հույր մարդիկ են։ Մսածու եզը մորթում են, ու դա չգիտի, որ դրանց մեկը տերն է։ Հələ Աբրահամը չգիտի։ Երբ որ հյուրասիրում է մի լավ նոր վերջում զրուցի, ստանում է խոստմունքը Իսահակի եւ իմանում է, որ դա տերն է։ Իդեպ հիմա մի հատ տեղ եմ կարդալու, որ ուզում է անցած աղոթքաժողովին դրա մասի խոսեի մի փոքր, որից հետո աղոթենք մեր զավակների, մեր ընտանիքների համար, բայց քանի որ ժամանակը քիչ էր, ով որ ներկա երևի հիշում, որ ասեցի ժամանակը չի երիքում, բայց հիմա ուզում դրա մասին խոսել։ Եվ Եհովան ասեց. «Միթե ես Աբրահամիցը 18-17-նա։ Միթե ես Աբրահամիցը ծածկող եմ, ինչ որ անելու եմ»։
Այս ինչ ատնաշեն, այս ինչ հարաբերություն է, որ Աստված ասում է Եհովա, միթե Աբրահամից կծածկեմ, որ մեկից համարատեր է տենց խոսում։ Իրանի հետ հարաբերություն ունենայինք Աստծո հետ։ Միթե ես Աբրահամից ծածկող եմ, ինչ որ անելու եմ։ Ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զորավոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են։ Ով ասում Եհովան։ Արդեն որոշել էր Աբրահամի համար, որ մի մեծ ազգ է լինելու եւ բոլորը օրհնվելու են։ Ուզում եմ մի հատ հասկանանք ինչի համար էր Աստված տենց որոշել։ Ինչի հենց Աբրահամը, ինչի ես չէ, դու չէ, մեկը չէ։ Ինչի համար որոշեց, որ Աբրահամը մեծ ազգ է լինելու եւ օրհնվելու են։ Որովհետեւ 19-րդ խոսքը, որովհետեւ ես ճանաչեցի նրան, որ իր որդկանցը եւ իրանից հետո իր տանը կպատվիրե եւ նրանք Եհովայի ճանապարհները կպահեն արդարություն եւ իրավունք անելու համար, որպեսզի Եհովան Աբրահամի վրա բերե ինչ որ ասել են նրան։ Ինչի համար է ամենը կրկնում եմ, որովհետեւ ասում ես ճանաչեցի նրան, որ իր որդկանցը եւ իրանից հետո իր տանը կպատվիրե, որ Եհովային պաշտեն։ Քուրե ջան, եղբայրներ ջան, Իրանի են մարդուն, որ իրանից հետո ինքը պատվիրում էր զավակներին իր սերունդներին, որ Հիսուսի հետևից գնան մինչև վերջ։ Շատերն են մինչև այսօր ննջել, սпасելով Տիրոջ գալուստին։ Ես չգիտեմ, ես ու դու հափշտակությանը կմասնակցենք, թե կննջենք, բայց Իրանի են մարդուն, որ իրանից հետո իր տանը, իր սերունդին պատվիրելու է, որ Եհովայի հետևից գնան, որ Հիսուսի հետևից գնան, որ չուրանան երբեք։ Աստված ճանաչում է ասեն սրտերը ստեղ նստած եւ ասում նրանց օրհնելու եմ ես։ Եվ այս զրույցի ժամանակ էր վերջում, որ Եհովան հայտնեց Աբրահամին, որ պետք է Սոդոմ եւ Գոմորը կործաներ։ Եվ Աբրահամը դե գիտի, որ Ղովտն դեղ է, որովհետեւ բերեց Ղովտի նորից հետ գնաց Սոդոմ, ասում է, եթե 50 արդար լինենք կործանես, դեն ասում է ոչ։ 45, 40, սկսում է իշտելը ստավքեն, չկա, վերջում ասում է 10 հոգի որ լինի կործանես։ Աբրահամը թերևս հույսն էր, որ Ղովտից բացելի այնտեղ արդարներ կլինեն։ Դեն ասում է ոչ։ Բայց 5-ի համար էլ արդեն դուք չեր անում ասի, որովհետև անգամ 5-ն էլ չկար, 5 արդար էլ չկար այնտեղ։ Անցնենք առաջ պատմությունով, երկու հրեշտակները, որ կոչվում է ուղարկվածներ, գալիս են դեպի Սոդոմի կողմը եւ հայտնաբերում են Ղովտին Սոդոմի դրանը կանգնած։ Եվ Ղովտը բռնադատում ասում է, չէ, դուք պիտի գաք իմ տունը հացնեք իմ տանը մնա գիշերը։ Նրանք ասում են, չէ, որ չէ, մենք կմնանք հրապարակում, Ղովտը ասում է, չէ, պիտի գաք իմ տունը։ Բան էր սովորել Աբրահամից, պատիվ տալ, տերևս։ Գնում են իրանց տունը, բաղարջ են թխում, ճաշ են պատրաստում, ուտում են եւ շարունակությունը։ Ծննդոց 19 Ուզում եմ կարդալ երևի 3-րդ խոսքից եւ նրանք ասեցին ոչ փողոցումը կկենան գիշերը եւ նրանց շատ բռնադատեց եւ դրա մոտ գնացին եւ նա տունը մտան եւ նրանց համար ճաշ պատրաստեց եւ բաղարջ թխեց եւ կերան ինչքան է նման չէ Աբրահամի պաստուկին 4-րդ խոսքը բայց դեռ որ չէին պարկել եւ ահա քաղաքի մարդիկը այսինքն Սոդոմի մարդիկը տունը պատեցին երիտասարդներից մինչեւ ծերերը բոլոր ժողովուրդը միասին եւ Ղովտին կանչեցին եւ նրան ասեցին ուր են այն մարդիկ որ ազ գիշեր քեզ մոտ եկան նրանց դուրս բեր մեզ մոտ եւ գիտենանք նրանց եւ Ղովտը բակը դուրս եկավ նրանց մոտ եւ դուռը փակեց իր ետևից եւ ասեց եղբայրներս աղաչում եմ բերեք լավ պատմում չկարդամ որ ժամանակը բան չանենք ասում աղաչում եմ խնդրում եմ իմ տան հույրն են մի կպեք իրանց մատով Երկու աղջիկ ունեմ ասма, չամուսնացած, բերեմ ձեր մոտ ինչ ուզում եք արեք, բայց իմ տան հյուրին մի կպեք, իր պատիվը չեր վերցնում։ Գիտեք ինչ են ասում դրանք։ Դեն գնա եւ ասեցին, եկավ մինակ պանդոխտության համար եւ դատաստանել է անում։ Հիմա քեզ դրանցից վատ կանենք։ Եվ սաստիկ բնադատեցին մարդին, այսինքն Ղովտին եւ մոտեցան որ դուրը կոտրեն, բայց այն մարդիկը իրան ձեռքը մեկնեցին Եվ Ղովտին առենտունը իրանց մոտ եւ դուռը փակեցին։ Ժողովուրդ ջան, մի հատ հետաքրքիր բան եմ ստեղ նկատել։ Այս մարդիկ, այս սոդոմացիք կարծես թե մոռացել են, որ ընդամենը մի քանի գլուխ առաջ, մի երևի 1-2 տարի առաջ, չգիտեմ, Ղովտի խաթրին էր, որ Աստված իրաց գերությունից բերեց հասցրեց տուն իրանց։ Հիշում եք, որ Աբրահամ հարձակվավ ազատ արավ։ Այս մարդիկ սոդոմացիք մոռացել էին, եկել էին ասում
ինքը պանդուխտ է եկել, հերիք չի, հլը մեր վրա էլ դատավոր է, ոնց անենք, ինչ անենք, ինքն է մեզ ասում ինչ անենք, ինչ չանենք։ Ժողովուրդ ջան, լեմ ասում, մոռացել են, որ Աբրահամը Ղովտի խաթրին, այդ ժողովրդին հետ բերեց, իրանց ունեցվածքն էլ տվեց, ասավ գնացեք, ձեզ ասեղն է չի ինձի պետք, գնացեք ապրեք։ Նորից եկան իրանց ունեցվածքով, կարծես ոչ մի պատերազմ էլ չէր եղել։ Մոռացա, որ այդ գերությունից Ղովտն էր պատճառը, որ իրանք ազատվեցին։ Հիմա ասում է, դες ինչ ասում է, եկել է պանդխտանալու հերիք չի, մեզ էլ ասում է, թե ինչ անենք։ Սենց է աշխարհը։ Աշխարհը երբեք քեզ շնորհակալ չի լինելու։ Այն Սոդոմը, որի մեջ ապրում ենք, երբեք մեզ շնորհակալ չի լինելու։ Եվ ասեմ ավելին, առիթն էլ բաց չթողնելու մեզ խայտարակ անելու համար։ Սա է աշխարհը, որին այդքան գուրգուրում ենք, որի մեջ այդքան սիրում ենք եւ թելերով կապված ենք։ Իսկ այդ քաղաքում այլասերությունը սահմաններ չէր ճանաչում։ Ինչի համար փոխանակ մեծերը, ծերերը երիտասարդներին հանդիմանեին, շտկեին, ուղղության մեջ դնեին, ասեն ես ինչ բան եք, ես ինչ, ասում է երիտասարդները մեծերի հետ միասին եկել են նույն բան են խնդրում։ Այլասերության աշճանն է եկպղծության։ Մեզ փոքր չկար, բոլորի գլուխը խախտված էր արդեն։ Ասում եմ, Ղովտին փեսաներ ունեն, նշանված են թերևս աղջիկները։ Վաղոն ու Սարոն ենթադրենք։ Ես ինչ էի ասում առանց, ֆեյով էր, մոռացել եմ։ Հա, ֆլան ու ֆստանը, հա։ Ասում եմ, լավ, կներեք մեր բարբարով ասեմ, այդքան տղա չկաք, ձեզ մի բարեկամ, մի ինգեր, մի հարևան, մի ծանոթ, մեկը չկար, գար դոշտար կաներ այդ ամբողջներում, ասեր, սաղը տտիս փախակ, դուք չգիտեք եսի ֆլանի հաներն է, ֆստանի հարցնած, ես ուր եք եկել, այդքան մի գրամ հարգանք չունեին այդ քաղաքի մեջ, այդ փեսացու կոչեցյալները, լավ, որոնց մոտ, իդեպ, Ղովտը խելք թրծած մեկն էր դարել, իրանց կարծիքով, ուզում եմ, որ տեսնեք այդ պղծության աշճանը Սոդոմի, միտեղ որտեղ Ղովտը երկրորդ անգամ վերադարձավ, տենալով, իմանալով, ճանաչելով այդ մարդկանցը։ Ես մի հատ հարց ունեմ Ղովտին, պահել եմ մի քիչ հետո եմ այդ հարց տալու։ Այդ Ղովտը ասենք, թե ես ու դու ենք, էլի ենթադրենք, բայց մենք ավելի լավ վիճակում ենք, իհարկե, Ղովտը ուր էր որ։ Եվ հաջորդ քայլին այդ երկու անձնավորությունը կուրացրեցին այդ խելագարված ամբոխին։ Եվ այդ ամբոխը թեկուս խելագարված, թեկուս կույր, բայց ընկած էլի դուրն էին մանգալի այդքանից հետո։ Հասկանում եք, մարդիկ կուրացել են, այդ բան չի տենում, խավար է իրանց համար։ Տակի մութ էր գիշեր էր, հիմա էլ վաբշե խավար է, բայց էլի ուզում են շոշափերի դուրը գտնեին իրանց չար գործերի համար։ Փոխանակ մեկը մյուսին ձենտանեն ասել, դու էլ ես կուրացել, ես ինչա կատարվում էր, ես ինչ եղավ, ով էր, խի էր, ինչ էր, ոչ, դուրը գտնենք, շարունակենք մեր որոշած չար գործը։ Եվ երբ որ առավոտ եղավ 15 խոսքը 19-ի, եւ երբ որ առավոտ եղավ, հրեշտակները ստիպում են Ղովտին ասելով, վեր կաց արկինդ եւ այստեղ գտնված երկու աղջիկդ, որպեսզի չկորչիս այս քաղաքի անօրենության հետ։ Ուրիշ ոչինչ, կինդ եւ աղջիկներդ, ընտանիքդ, տունդ, ուրիշ ոչ մի բան մի վերցրա իրանց, մենակ ընտանիքդ եւ դուրս եք այս քաղաքից ոչինչ չկորցես։ Ոչ մի ինչք, ոչ մի ձեռքբերում, ոչ մի հարստություն, ոչ մի բան մի վերցրու, միայն կինդ եւ երեխաներդ եւ դուրս արի այստեղից։ Այն որ աչքերը տեսել են եւ հավանել էին, այդ ամենը պետք է թողես դու ստեղ։ Այն որ նայել ես ու հասկացել ես որտեղ կարելի է շատ եկամուտ աշխատել, այդ ամենը պետք է թողես։ Այն արոտավայրերը, որ կանաչ են անասուն, ամեն բան պետք է թողես, Ղովտ, միայն կինդ եւ աղջիկներդ, միայն տունդ։ Եվ պետք է դուրս գաս քաղաքից, եւ ամենակարևորը շատ արագ։ Արագ, Ղովտ, շատ արագ, մտածելու ժամանակ չունես, թողնես եւ դուրս գաս։ Հաջորդ խոսքը, 16-րդ խոսքը։ Եվ երբ որ նա ուշանում էր,
Այստեղ ուզում եմ կանգնենք։ Վերնագիրը ոնց էր, մի կյանքի պատմություն կամ մի ուշացիր։ Իմ ամբողջ թեման միտքս էս ուշանալն էր, էս ամեն ասել եմ, որ ստեղ գանք հասնենք։ Եվ երբ որ Ղովտը ուշանում էր։ Այն մարդիկը բռնեցին նրա ձեռքիցը եւ նրա կնոջ ձեռքիցը եւ նրա աղջկերան ձեռքիցը Եհովան նրան ողորմելով եւ դուրս հանեցին նրան եւ քաղաքի դուրսը դրին։ Ինչ ուներ անելու, ինչի համար էր ուշանում Ղովտը այս ամենքից հետո։ Ղովտը ինչ կար ուշանալու համար, պատճառը ո՞րն էր քո ուշացման։ Միգուցե մտածում էր ասում է դե լավ բան չմնաց, մի քիչ ոտս կախկցեմ դուրս գալու ճանապարհի վրա այնտեղ խանութ կա կամ շուկան բացվի, մի քիչ պանիր կաթ մատ հանձնեմ, ձերս փողը լի դուրս գալուց, հա։ Կամ անասուններից բիրիքով մեկին տամ, փողով չգիտեմ, մի հատ պատճառ կար որ ուշանում էր։ Ղովտը իր թեմաներն ուներ Սոդոմի հետ, իր առուտուրն ուներ Սոդոմի հետ, բայց մի բան հստակ ասում ին ասում է, Ղովտը ուշանում էր։ Այդ ամենը տեսնելով դուրը ջարդում են, ման են գալի, պատուան դուր, ման են գալի որ ծեցեն, որ ջարդեն մտնեն, չեն կարողանում, կույր են, չեն տեսնում։ Ասում են դուրս արի, ասում են Ղովտ ուշ, Ղովտ ինչի ես ուշանում։ Ինչ ունես քեզ Սոդոմում պահող։ Շատ ունեցվածք ուներ։ Բիզնեսներ ուներ միգուցե երկար սպասված ամիսներով հաջորդ օրը կակրած առավոտ են վերջապես սպասված հանդիպումներ բիզնես պարտներների հետ ես չգիտեմ, բայց Ղովտը ուշանալու առիթ ուներ։ Ինչ-որ մի բանի համար ուշանում էր։ Մենք էլ մեր ծնված օրից ժողովուրդ ջան, մեր աչքերն էլ փնտրել են մեզ համար ամենալավը։ Մենակաշները որսացել են եւ եղել են շատ զգայուն, թե որտեղ մեզ համար ավելի շատ շահ կա։ Մեր ձեռքերը միշտ մեկնել են եւ ընտրել են լավագույնը։ Եվ դրա արդյունքում մեր ոտքերը մեզ տալ են հասել մինչև Սոդոմի դուռը, մինչև աշխարհի դուռը։ Տեսնելով այդ ամենը, ինչպես Ղովտը, այնտեղի Երուսաղեմը, այնտեղի կյանքը, կուլտուրան, մի տեսակ որոշ պրիվիշկաներ ենք ձեռք բերել, որոնցից ազատվելու գործակիցը, կոեֆիցիենտը ձգտում է 0-ի։ Կարելի ասել անհնար է որոշ պրիվիշկանից ազատվել, որը ձեռք բերովի այնտեղից, որ վերցել ենք իրանցից։ Բայց գիտես ինչ։ Այն պահին, երբ որ կուրացեցին այդ ամբողին հրեշտակները, նրանք ասեցին Ղովտին Աստծո ծրագրի մասը, որ այս Սոդոմը պետքա կործանվի։ Մինչ այդ Ղովտը չէր իմանալ, որ սրանք հրեշտակներ են։ Գիտե թե մարդիկ են։ Այսօր մենք ավելի կարևոր, ավելի հեղինակավոր աղբյուր ունենք Սուրբ Գիրքը, ոչ թե հրեշտակները, որը մեզ ասում է նրա մասին, որ այս աշխարհը կործանվելու է։ Անունը դնենք Սոդոմ։ Պողոս Արաքյանն ասում է, եթե հրեշտակներից մեկ իշտի ես ավետարանից դուրս բան ասի, չհավատակ չընդունեք։ Այո, այնտեղ հրեշտակները իրան հայտնեցին Ղովտին, այսօր ինձ ու քեզ Սուրբ Գիրքն է ասում։ Այն աշխարհ են Սոդոմը, որ իդ կապված ենք թելերով, եւ ըսկի ոչ էլ շտապում ենք դուրս գալու այնտեղից Ղովտի նման։ Սուրբ Գիրքն ասում է, որ դատապարտված է կործանման։ Երբ ենք շտապելու եւ դուրս գալու Սոդոմից վերջապես։ Դեռ ինչքան պետքա Տերը համբերի մեզ։ Եվ հրեշտակները եւ ասխոնած հրեշտակները բռնեցին իրան ձեռից, ես քաշելով քրքաշ տարան հանեցին դուրսը, ասին թե գնացեք։ Եվ շարունակեցին Աստծո ողորմությունով, Աստծո ողորմությունը որ սենց արեց։ Ուզում եմ ասեմ, որ մենք ես շատ անգամ չենք վրազել դուրս գալու Սոդոմից, բայց Տերը ինչ-ինչ ճանապարհներով մեր ձեռքից քաշելով հանել է Սոդոմից դուրս, բերել է եկեղեցի եւ ասում է մնա։ Բայց նորից հետ են գնում Սոդոմը մեր։ Անդե բաներ ունենք, որ մեզ հարազատ է դարձել, այնտեղ ապրելով վարժվել ենք արդեն։ Այն որ տենասավ ոչ ոք այն օրվա եւ ժամվա մասին չգիտի։ Գիտես մարդու մոտ ավտոմատն այս տպավորությունն է, հավատում ենք, բոլորս էլ հավատում են, որ Տերն ասել է, որ լինելու է այդ օրը, եւ ոչ մեկ չգիտի ոչ ժամը, ոչ օրը։ Եվ մարդու մոտ այս տպավորությունն է, որ դա հերո ապագայում է լինելու։ Ավտոմատ sense է մարդը մտածում։ Որ մեկտեղ մտածում, որ այսօր կարող է լինի։
Բոլորն են մտածում, որ հեռու ապագայում է։ Այնինչ խոսքը ասում է, որ չի ասում հեռու ապագայում, ասում է ոչ ոք չգիտի դրա մասին։ Եվ իմաստությունից կբխեր, որ դանդաղելու փոխարեն հակառակը շտապեինք, հապաղելու փոխարեն վրազեինք, որովհետև օրվա եւ ժամվա մասին ոչ ոք չգիտի։ Իսկ մենք մտածում որ դա լինելու է հեռու ապագայում։ Գիտես լինում է, երբ որ մեկը մի բան է անում կամ չի անում, ասում ես խի սենց արեցի, դե մտածեցի ու ասում է ինչ ա մտածել։ Մի հատ այնպես մի տարբերակ, որ սա տարբերակների մեջ դա ամենավերջինն էր։ Ասում ես լավ, բախի այս տարբերակը չմտածեցիր էլի, որ ավելի հավանական է։ Չէ, հենց հիմի մտածում եմ, որ հեռու ապագայում լինելու է։ Խախի չես մտածում, որ կարող է այսօր կամ վաղը լինի։ Որ շատ ավելի հավանական է։ Որտեղ 2000 տարի մարդիկ դեռ սպասել են, հա, երևի 2000 տարի հենց սպասել են մինչև 2026 թվին։ Ինչ իմանաս։ Մինչև չիմանաս, բայց ոչ ոք չգիտի դրա մասին։ Եթե մեկը դեռ հələ Սոդոմի հետ կապեր ունի, քուրից եղբայրս խնդրում եմ, աղաչում եմ Հիսուսի անունից շտապիր, մի ուշանար, դուրս արի, արագ դուրս արի, այդ Սոդոմը դատապարտված է կործանման։ 17-րդ խոսքը եւ եղավ, երբ որ նրանց դուրս անեցին, նրանցից մեկը ասեց. անձդ ազատիր, ետևիդ մտիկ մի տար եւ բոլոր դաշտումը մի կանգնիր, սարը փախիր, որպեսզի չկորչես։ Ես դեռ կավարտեմ կարդալս, բայց ուզում եմ ասեմ, որ այս վերջին համարը, որ կարդացի, ամեն բան արված է իրանց համար, ձերից բռնել էին, դուրս էին անել, ամեն բան արված էր, բարեխոսողը բարեխոսել էր, որ եթե սենց, եթե նենց, Աբրահամի մասին է խոսքը, միգուցե իմ ու քո համար էլ մեկը բարեխոսում է միշտ իր աղոթքների մեջ, միգուցե ոմանց համար դու ես բարեխոսում տա Աստված, որ Աբրահամի դիրքերն ընդունես, դու էլ աղոթես բարեխոսես մի քանիսի համար։ Բայց մենք կարող ենք լինել Աբրահամի դիրքում, կարող ենք լինել Ղովտի դիրքում, կարող ենք լինել Ղովտի կնոջ դիրքում, կարող ենք լինել Սոդոմացիների Աստված մի արածց է։ Ոմանք Աբրահամի են վարժված զինվորների դիրքում են, հավատարիմ Աբրահամին, ով եմ ես, ով ես դու, այս պատմության մեջ, ով է լինես, Սոդոմի մեջ չգտնվես, որովհետև նա դատապարտված է կործանման։ Եվ ասեց, վազի դուրս արի, գնա ասավ, անձդ ազատիր։ Ձերից բռնել էին, հանել էին, բայց դա վերջ չէր։ Հիսուս խաչի վրա մահացավ, ազատ անելով ինձ ու քեզ, որպեսզի այդ դատապարտությունից Սոդոմի, որ է աշխարհը, մենք ազատ լինենք, բայց մենք անելու բան ունենք, ժողովուրդ։ 3 բան ունենք անելու, 3 բան։ Այո, Տերը խաչվել է մեր համար, այո, ձերի փրկություն ենք ստացել, բայց 3 բան ունենք անելու։ Այն է 17 խոսքի մեջ, ետևիդ մտիկ մի տար։ Այսինքն, եթե Քրիստոսի համար խաչվել է, եւ ես եթե ետևից մտիկ տամ, ես չեմ հասնելու խոստացված երկինքը։ Երկրորդ բանը, բոլոր դաշտում էլ մի կանգնիր։ Եվ երրորդը, սարը փախիր, սարը բարձրացիր, որպեսզի չկորչես։ Գիտես, ոմանք հետևի մտիկ տվողներ են։ Դուրս են եկել, այո, բայց հետևին են մտիկ նայում, իրանց մտքով, իրանց հոգով, իրանց սրտով, իրանք Սոդոմն են ձգտում եւ ֆռում են նայելու համար, գնալու համար այնտեղ։ Ցավ ապրում իրանց հետ, բան ունի այնտեղ թողած, թանկագին մի բան, քան իր փրկությունը, ավելի թանկ, այն էր, որ հրեշտակի թեխի զորոց ձերից քաշեց, առանց իրան հարցնելու։ Սա հեգրանքով եմ ասում։ Այնտեղ ինքը ավելի թանկ բան ուներ։ Կամ ոմանք, որ դուրս են եկել հետև չեն նայում։ Երկրորդ պունկտն է։ Գնում են դաշտի մեջ, բայց ասում են չկանգնես։ Ոմանք կանգնել են դաշտի մեջ, ոմանք 100 մետր Սոդոմից հեռացել են եւ կանգնել են, ուզում է հետ դառնա։ Սոդոմից ինքը դուրս է եկել, բայց Սոդոմի իր մեջից դուրս չի եկել։ Հələ կռիվ է տալիս իր հետ։ Հələ շատ հեռու չի։ Վերադառնամ թե դաշե գնամ։ Ոմանք 5 կիլոմետր են գնացել։ Կարծես կռիվը թուլացել է, բայց դեռ կա։ Դա ասում է չկանգնես դաշտում։ Երբ որ կանգնես մտածելու, մարդկային հետ բարձր խոսալ, դու անպայման հետ ես դառնալու։ Եվ երրորդ բանը, որ ինչ ասում, ինչ արա, սարը փախիր, սարը բարձրացիր, Աստծո լեռը բարձրացիր։ Բարձրացիր Աստծո լեռը, մի կանգնիր սարի տակ։
այնտեղ հանդիպում կա Տիրոջ հետ։ Այնտեղ Սարի լեռից դու կարաս տեսնաս աշխարհի կործանումը։ Արդեն վախենալու բան չկա, շատ հեռու է եւ չես ցանկանալու։ Դու կյանք ես անցել, этап ես անցել Քրիստոսի հետ, ձերքի, այդ քո սիրտը չի ձգտելու այնտեղ։ Թեկուզ տեսնես վառվելուց եւ կործանվելուց։ Տիրոջ լեռը մեզ բարձրանալ է պետք։ Ոչ միայն ետ չնայել, ոչ միայն չկանգնել դաշտի մեջ, այլ Տիրոջ սարը բարձրանալ է պետք։ Սա մի մարդու կյանքի պատմություն էր եւ վերնագիրը մի ուշացիր։ Մի ուշացիր քույրս եղբայրս։ Եթե կա դեռ մի բան, որ քեզ կապում է Սոդոմի հետ, քո առևտուրը, քո չգիտեմ, քո կապերը, քո սվյազներն են, որ աշխարհի դեռ կա, դեռ չես կարող կտրես, ամբողջովին մի ուշացիր, որովհետեւ Տերը չի ուշացնում։ Տերը ուղղակի եկանամին տա, որ բոլորը փրկվեն, չնայած բանի, որ ոմանք դա ուշացած են համարում, Տերը չի ուշանում։ Հանկարծակի գողի նման է գալու Տիրոջ գալուստը։ Եթե Սոդոմի հետ բան ունես կապված, մի ափսոսա, թող ընտանիքդ վերցա, որ փրկվես դու եւ քո տունը, ընտանիքդ հետ աղոտ քարա, դուրս արի, հետ էլ չնայես ու չկանգնես եւ բարձացի Տիրոջ լեռը։ Ամեն։ Ոտքի կանգնեք աղոթքով գանք Տիրոջ առաջ, չգիտեմ, որևէ մեկ էլ մի բան ստացա, Տերը օրհնի ձեզ։ Ժողովուրդ ջան, մի բան էլ եմ ասում։ Սա էլ ասեմ, եթե մեկը կա, որ Սոդոմի ուզում է բաստողի չի կարողանում, ուղղակի գերի է, իրան պետք է օգնել, պետք է իր ձեռից բռնես ու քաշես հանես, ասես դե գնա, եթե մեկը կա կարա գա առաջ եւ իր համար աղոթք անենք։ Ես հասկանում եմ կան պրիվիշկաներ, ես ասեցի, որ դրանցից ազատվելու համար այդ կոեֆիցիենտը գործակիցը ձգտում է 0-ի, պետք է մի ուժ, մի Աստծո ուժ, մի ուղարկված մեկի ուժը, որ վերցի ձեռից եւ քեզ օգնի դուրս գալու այդտեղից։ Եթե կա տես մեկ կարան համարձակ գան եւ իրանց համար կաղոթենք։ Եթե ոչ, աղոթենք, աղոթքի մեջ քննենք, մեր անձը տեսնենք մենք որ մեկի դերում ենք այս պատմության մեջ եւ արդյոք Սոդոմի հետ կապված ինչ ունենք մենք։ Արդյոք ամեն բան կարգին է։ Արդյոք ետ չեմ նայում երբեք, ցիկրակի տանում թակու որ ոչ մեկ չտենա։ Արդյոք չեմ կանգնել պաուզատ ու քալերից մի հատ մտածեմ, արդյոք ճիշտ եմ անում որ գնում եմ, թե հետ գնամ Սոդոմ։ Որտեղ Սոդոմում վայելչություն, պղծության, ագահություն, ուտում են, խմում են, ոչ աղքատին են նկատում, ոչ կարիքավորին, ոչ սովածին։ Բայց Սուրբ Եկեղեցի մասին ասում է, որ արդար ղովտի հոգին տանջվում էր։ Ես չգիտեմ, որ պահին է տանջում, երբ է տանջում։ Ես տեսնում եմ, որ հերթական անգամ ինքը գնում է Սոդոմ եւ կարծես թե ուշանում էր ընդերից դուրս գալու։ Բայց իհարկե այդ ամեն իրա դուրս չէր գալիս, ինքը ուրիշ դաստիարակություն էր տեսել։ Այդ ամեն իրա դուրս, բայց ինչն էր պահում։ Այսօր շատերիս եկեղեցին այս դաստիարակությունը եկեղեցու, այս քրիստոնեության, այս հոգի մեր հետ, բայց պարալելի որոշ բաներ կարող նաև Սոդոմը պահի։ Բաց թող, մի ափսոսա, բաց թող եւ գնա Տիրոջ լեռը բարձացիր։